Եվ առաջիկա ընտրությունները իրականում ոչ թոշակի թեման, մյուս թեմաները շատ կարևոր են, բայց առաջիկա ընտրությունները առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ հերթին խաղաղության մասին է։ Եվ մենք ակնկալում ենք, որ դուք 2026 թվականի հունիսի 7-ին գնաք կտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը, այն խաղաղությանը, որ այսօր Խաչաձև կրակահերթերի տակ է, այսօր շատ են կասկածի տակ դնում խաղաղությունը, մեկը ասում է կա թե չկա այդ խաղաղությունը, մեկը ասում է լավը չի այդ խաղաղությունը, մեկը ասում է վստահելի չի այդ խաղաղությունը, մեկը ասում է իրական չի այդ խաղաղությունը, ես մեր խաղաղությունը համեմատում եմ 9 ամսեկան երեխայի հետ, որովհետև մեր խաղաղությունը 9 ամսեկան է։ Եվ ինչպես 9 ամսեկան երեխան երբ որ կա, ինքը կա թե չկա, ինքը մարդա թե մարդ չի, ինքը անհատա թե անհատ չի, իհարկե կա, ավելին ասեմ, այն ընտանիքներում որտեղ կա 9 ամսեկան երեխա, այդ երեխան այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է, այդ երեխան այդ ընտանիքի ուրախությունը եւ երջանկությունն է, եւ այդպիսին է նաեւ խաղաղությունը, որովհետեւ ես տեսնում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ուրախություն, Հայաստանի Հանրապետությունը այն դարդոտած երկիր չի, Հայաստանի Հանրապետությունը ապրող, զարգացող, ծաղկող եւ ուրախ երկիր է։ Բայց նաեւ մենք պետք է հասկանանք, ժողովուրդ ջան, որ մեր խաղաղությունը շատ շատերին դուրս չի գալիս եւ դուք տեսնում եք, պատերազմի եռագլուխ կուսակցությունը դուրս է եկել մեյդան եւ անընդհատ փորձում են հարվածել խաղաղությանը, արհեստական թեմաներ են ներդնում եւ ամեն ինչ անում են կոնֆլիկտը ստեղծելու, կոնֆլիկտը վերածնելու համար։ Հիմա էլ նոր թեմա են հորինել, թե Փաշինյանը 300,000 ադրբեջանցի է վերադարձնելու Հայաստան։ Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցություններում նման Հայաստանի օրակարգում ընդհանրապես նման թեմա ընդհանրապես չի եղել։ Այդ մարդիկ այսօր 100,000-ավոր դոլարներ են ծախսում այդ տափակ հոլովակները պտտելու վրա, բայց դա չի ամենակարևորը, նրանք օրակարգ են ստեղծում դրանով, նրանք այդ հարցը բերում են մեյդան, եւ ես ասում եմ, սա լրտեսական գործունեություն է, ես որ նրանք ասում եմ շպիոնոնիկի նման, նրանք ուզում են Հայաստանի ուրախությունը ոչնչացնեն, նրանք ուզում են Հայաստանի խաղաղությունը կոտրեն, նրանք մեզ մեղադրում են, թե մենք իբր մտադրություններ ունենք ադրբեջանցի վերադարձնելու, էլ եմ ասում, բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ Ադրբեջանն է դա հերքում, իսկ իրանք շարունակաբար պնդում են, իսկ մենք, եթե մենք որևէ մեկին վերադարձնում ենք, իսկ մենք վերադարձնում ենք, եւ 2025 թվականը առաջին տարին է եղել, երբ որ Հայաստանի քաղաքացիների արտագաղթը դադարել է եւ Հայաստանի Հանրապետությունն ներգաղթա սկսվել, ժողովուրդ 2025 թվականին առաջին անգամ վերադարձած 8660 քաղաքացի ավել վերադարձել է Հայաստանի Հանրապետություն։ Եվ այս է պատճառը, նաեւ ուրախության պատճառը որն է, ուրախության պատճառն են չի, որ մենք մոռացել ենք մեր պատմությունը, ուրախության պատճառն են չի, որ մենք մտածում ենք, որ էլ խնդիր չկա, ուրախության պատճառը այդ թվում են, որ արդեն ավելի քան 2 տարի Հայաստան-Ադրբեջան սահմանին ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր ենք ունեցել, ժողովուրդ, եւ այս առիթով նույնպես շնորհավորում եմ ձեզ բոլորի